Հազարավոր տարիներ հետազոտողները փորել են մերձավոր արևելքի ամայի անապատները աստվածաշնչյան Եդեմը գտնելու հույսով։ Ընդհանրապես ընդունված պատմությունն այն է, որ սա պարզապես մի գեղեցիկ հնագույն հեքիաթ է բացարձակ առատության վայրի մասին, որտեղ առաջին մարդիկ ապրել են բնության հետ լիակատար ներդաշնակության մեջ, առանց ծանր աշխատանքի իմանալու։ Այնուամենայնիվ, ժամանակակից երկրաբաններն ու գենետիկները դադարել են հին տեքստերում հետքեր փնտրել եւ ուշադրություն են դարձրել մոլորակի արբանյակային պատկերներին եւ օվկիանոսների խորջրյա նստվածքներին։ Այն, ինչ նրանք հայտնաբերեցին, ամբողջովին հեղափոխում է անցյալի մեր ըմբռնումը։ Գիտնականները իրական ֆիզիկական օազիսներ են գտել, որոնք լիովին համապատասխանում են Եդեմի պարտեզի նկարագրությանը։ Այսօր մենք կգնանք Պարսից ծոցի ամենաներքևը, կիջնենք Հյուսիսային ծովի սառցե ջրերի տակ, կքայլենք Սահարայի տակ ավազներով, որպեսզի մեր աչքերով տեսնենք, թե ինչպես է բնությունը ստեղծել այս անթերի կանաչ աշխարհները։ Մենք կպարզենք, թե ինչու Եդեմի այս այգիներից յուրաքանչյուրն անխնաջնջվեց երկրի երեսից եւ կսովորենք գլխավոր գաղտնիքը, որը թաքնված է կորած դրախտի լեգենդի հետևում։ 2010 թվականին հետազոտական նավը սկանավորել է Պարսից ծոցի հատակը օգտագործելով հզոր սոնարներ։ Հնագետ Ջեֆրի Ռոուզը ակնկալում էր տեսնել սովորական հարթ տեղանքը, ծածկված աղի տիղմի հաս շերտով։ Սակայն ձայնային ալիքները արտացոլվում էին խորը ջրի տակ գտնվող տարօրինակ կառույցներից։ Համացույց է տվել հսկայական ողողված հովիտ, որի չափերը համեմատելի են ժամանակակից Բրիտանիայի տարածքի հետ։ 8000 տարի առաջ այս վայրում ծով չկար։ Այստեղ ձգվում էր անհավանական պարարտ հարթավայր, որտեղ միախառնվել էին 4 մեծ գետեր, այդ թվում հայտնի Տիգրիսն ու Եփրատը։ Հենց այս դետալն էր, որ ստիպում էր գիտնականներին շունչը պահել, քանի որ հնագույն տեքստերն ուղղակիորեն նկարագրում են Եդեմին որպես մի վայր, որտեղից գետ է հոսում, բաժանվելով 4 ջրանցքների։ Այս հնագույն օազիսի ափերին ռայտնաբերել են բարդքարե կառույցների մնացորդներ, որոնք հայտնվել են ոչ մի տեղից։ Համացանցային հանրությունն անմիջապես արձագանքեց այս լուրերին տասնյակ անհավանական տեսություններով։ Ֆորումները լցված էին հաղորդագրություններով, որ գիտնականները վերջապես գտել են լեգենդար Ատլանտիդան կամ այլ մոլորակային քաղաքակրթությունների միջամտության հետքերը։ Մարդիկ գրում էին, որ հնագույն որսորդներն իրենք չէին կարող նման հարթ քարետներ կառուցել ծովածոցի ափին, քանի որ դրա համար պահանջվում էր բարձունակ ժամանակների համար անհասանելի տեխնոլոգիա եւ գիտելիքներ։ Շատերին թվում էր, թե ապացուցում է գերակա ցեղի գոյությունը, որը մեր նախնիներին տվել է ճարտարապետություն, իսկ հետո անհետացել օվկիանոսի խորքերը, ասես անտեսանելի անջատիչի կտտոցով։ Բայց իրական գիտական բացատրույց պարզվեց, որ շատ ավելի խորն է, քան որևէ առեղծվածային տեսություն։ Ներքևի նստվածքների վերլուծությունը ցույց է տվել, որ մարդիկ այս կանաչ հովտում ապրել են տասնյակ հազարավոր տարիներ, ամբողջովին մեկուսացված մնացած աշխարհից։ Նրանք ունեին շատ քաղցրահամ ջուր մրգեր եւ որս, ինչը նրանց թույլ էր տալիս ավելի արագ զարգանալ, քան մյուս ցեղերը։ Այնուամենայնիվ, մոտավորապես 8000 տարի առաջ հնդկական օվկիանոսի մակարդակը սկսեց արագորեն բարձրանալ բևեռներում սառցադաշտերի հալման պատճառով։ Ջուրը ճեղքեց Արմուսի նեղուցի բնական պատնեշը եւ լցվեց ծաղկած հովիտ։ Դա հանկարծակի ցունամի չէր, բայց օվկիանոսն անխնա առաջ էր գնում, ամեն տարի խլելով մի քանի մետր հող։ Մարդիկ ստիպված էին լքել իրենց կանաչ դրախտը եւ նահանջել հյուսիս առաջացող աղի ջրից փրկվելու համար։ Իդեալական պատմական տրավման ընդմիշտ դրոշնվեց վերապրողների հիշողության մեջ եւ փոխանցվեց սերնդեսերունդ, դառնալով մեծ ջրեղեղի եւ դրախտից վտարման մասին համաշխարհային առասպելների հիմքը։ Դե, եթե Պարսից ծոցի ստորջրյա օազիսը կամաց կուլ էր տալիս առաջացող ջուշը, ապա հաջորդ ամբարտակը զոհ դարձավ բոլորովին այլ տարի պոեզիայի, որը մարդկությանը ընդմիշտ զրկեց անհոգ կյանքից եւ մարդկանց ստիպեց զբաղհոգ կյանքի հոգնեցնող աշխատանքով։ Տեսնելու համար այն վայր, որտեղ մարդիկ առաջին անգամ դրախտը փոխանակեցին աշխատանքի հետ, մեզ տեղափոխում են ժամանակակից Թուրքիայի հարավ-արևելք։ Այստեղ տաք արևը լուլուց շոր ու փոշոտ բլուրը, որը կոչվում է Յուբիկլի ՏՊ։ 1994-ին գերմանացի հնագետ Կլաուս Շմիդտը պեղումներ սկսեց այս ուշագրավ վայրում եւ պատահաբար հանդիպեց միանգամայն աներևակայելի բանի։ Երկրի հաս շերտի տակ թաքնված էին հսկա թեաձև քարե սյուներ, որոնք կշռում էին մինչև 20 տոննա։ Դրանք զարդարված էին առյուծների, աղվեսների, սարդերի եւ կարիճների անհավանական մանրամասն ռելիեֆներով։ Ռադիոկարբոնային թվագրումը ցույց է տվել, որ այս համալիրը 12000 տարեկան է։ Սա նշանակում է, որ գիբը 6000 տարով ավելի հին է, քան Սթոունհենջը եւ շատ ավելի հին, քան եգիպտական բուրգերը։ Խնդիրն այն էր, որ այն ժամանակ մարդիկ պարզապես հասարակ որսորդներ ու հավաքողներ էին։ Նրանք ոչ անիվներ ունեին, ոչ քարշակ կենդանիներ, ոչ գիր, ոչ էլ նույնիսկ խեցեղեն։ Նման հսկայական կառույցի հայտնքարե դարում բառացիորեն կոտրեց պատմական գիտությունը։ Հանրաճանաչ դավադրությամբ սկսեցին ֆիլմեր արտադրել, որոնք ապացուցում էին, որ վայրենի ցեղերը պարզապես չեն կարող այդքան ճշգրտությամբ կտրել եւ տեղադրել 20 տոննայանոց բլոկներ։ Տեսություններ են ի հայտ եկել, որ Գիբակլի թփին վայրեջք է եղել հնագույն տիեզերագնացների համար կամ անհայտ էներգիայի գեներատոր։
Նրանք ասացին, որ սյուներյա կենդանիների բարդ նախշերը գաղտնագրված աստղային քարտեզներ են, որոնք ժամանակի ճանապարհորդները թողել են մեզ նախազգուշացնելու ապագա գլոբալ աղետների մասին։ Իրական պատասխանը կբացահայտվի ոչ թե աստղերի, այլ հենց հնագետների ոտքերի տակ գտնվող հողում։ Գիտնականները վերլուծել են ժայռերի մեջ խրված բույսերի մանրադիտակային ծաղկափոշին եւ հայտնաբերել ապշեցուցիչ փաստ։ 12,000 տարի առաջ այստեղ չոր անապատ չկար։ Այդ ծածկված պիստակի խիտ անտառներով, կանաչ մարգագետիններով եւ պարզ գետերով, որոնցում անթիվ ձկներ էին հայտնաբերվել։ Կենդանիների վայրի երամակներն այնպիսի առատությամբ էին շրջում, որ մարդիկ ընդհանրապես կարիք չունեին սնվելու համար։ Այնքան ուտելիք կար, որ ցեղերն ազատ ժամանակ ունի եւ կառուցելու այս վիթխարի տաճարը պարզապես որպես բնության հանդեպ երախտագիտության նշան։ Բայց այս ոսկեդարը երկար չտևեց։ Մոլորակի կլիման սկսեց կտրուկ փոխվել եւ կտրուկ սառեցում տեղի ունեցավ։ Կանաչ անտառները անհետացել են, կենդանիները գնացել են ջերմություն փնտրելու, իսկ գետերը ցամաքել են։ Չվերանալու համար մարդիկ անհավանական դժվար քայլի դիմել։ Նրանք սկսեցին հավաքել վայրի ցորենը եւ փորձել ինքնուրույն աճեցնել այն։ Հենց այստեղ Գաբիկլի թոփում սկսվեց պատմության մեջ առաջին գյուղատնտեսությունը։ Մարդիկ ստիպված էին փոխանակել հեշտ անհոգ կյանքը դաշտերում ամենօրյա հյուծիչ աշխատանքի հետ։ Սա աստվածաշնչյան պատժի կատար, երբ մարդը ստիպված էր իր հացը վաստակել ճակատի քրտինքով։ Սակայն անխնա կլիման մեզ զրկել է ոչ միայն թուրքական Եդեմի անտառներից։ Հեռավոր հարավ Աֆրիկայում հենց այդ պահին տեղի էր ունենում էկոլոգիական վերափոխում, որի մասշտաբները դեռ դժվար է հասկանալ։ Փոխակերպում, որը մոլորակի ամենաբարգավաճ աշխարհը վերածեց դաժան, մեռած անապատի։ Եվ այս մեռած անապատն այսօր բոլորին է հայտնի։ Այսօր Սահարան Ամերիկայի Միացյալ Նահանգների չափ տակ ավազի Զանջայրածից օվկիանոս է, որտեղ ցերեկային ջերմաստիճանը հեշտությամբ հալեցնում է պլաստիկը։ Բայց 20-րդ դարի կեսերին ֆրանսիացի հետախույզները դեպի թասելին աճեր լեռնաշխարհի խորը քարանձավները հենց այս մեռած անապատի սրտում։ Քարե պատերի վրա նրանք տեսան հազարավոր հնագույն գծանկարներ, որոնք ստիպում էին կասկածել իրենց սեփական ադեկվատության վրա։ Անհայտ նկարիչները մանրամասն պատկերել են գետաձիերի, փղերի եւ հսկա կոկորտիլոսների որսի տեսարաններ։ Նկարներ կային, որտեղ մարդիկ լողում էին խոր ջրերում, նավարկում նավակներով եւ մեծ ձուկ էին բռնում։ Աշխարհի ամենաչոր անապատի մեջտեղում նման նկարներ գտնելը նման է Ամազոնի արևադարձային ջունգլիներում բևեռային արջերի որմնանկար հայտնաբերելուն։ Այս անհավանական որմնանկարները իսկական փոթորիկ առաջացրին մամուլում։ Միստիկայի սիրահարները պնդում էին, որ հին արվեստագետներն ունեին հեռատեսության շնորհ կամ նկարում էին տեսարաններ զուգահեռ աշխարհներից։ Ոմանք էլ ավելի հեռուն են գնացել պնդելով, որ Սահարան միշտ եղել է ավազի ամայի վայր, եւ գծագրերն ապացուցում են պատմության մատրիցայում հսկայական անսարքության առկայությունը։ Նույնիսկ վարկած կար այս քարանձավների պատերին փոխանցել են այլ մայրցամաքների հիշողությունները, քանի որ ավազաթմբերի մեջ խորը գետերի առկայությանը պարզապես անհնար էր հավատալ։ Սակայն կլիմայագետներն ապացուցել են, որ նկարիչները նկարել են բացառապես այն, ինչ տեսել են իրենց աչքերով։ Մոտ 10,000 տարի առաջ Սահարան հսկայական կանաչ սավաննա էր, ծածկված խիտ խոտով եւ անձրևային անտառներով։ Նրա կենտրոնում քաղցրահամ ջրային մեգալեյքչատն էր, որի տարածքը գերազանցում էր ժամանակակից Գերմանիայի տարածքը։ Դա իսկական աֆրիկյան եթեմ էր, որտեղ կյանքը եռում էր եւ մարդկային վաղ քաղաքակրթությունները ծաղկում էին։ Նման առատության պատճառը թաքնված էր տիեզերքում։ Մեր մոլորակը կատարյալ սահուն չի պտտվում, այլ թեթևակի ճոճվում է ինչպես լքված մանկական գագաթը։ 10,000 տարի առաջ երկրի առանցքի անկյունը մի փոքր այլ էր, ինչը ստիպեց հզոր մուսոնային անձրևներին տեղալամիջապես հյուսիսային Աֆրիկայի վրա առատորեն կերակրելով երկիրը ջրով։ Բայց երբեք շարունակեց իր տիեզերական պարը, ուղեծիրն աստիճանաբար փոխվեց։ Անձրևները գնացին հարավ եւ կանաչ դրախտը սկսեց արագ չորանալ։ Լիճը գոլորշիացավ, թողնելով միայն փոշին, իսկ ծաղկած սավաննաները ավազը կուլ տվեց։ Ցեղերը ստիպված էին փախչել այս մեռնող աշխարհից եւ փրկություն փնտրել Նեղոս գետի նեղափերին, որտեղ նրանք ի վերջո կառուցեցին եգիպտական մեծ քաղաքակրթությունը։ Եվ մինչ հարավում հուսահատ մարդիկ փախչում էին աֆրիկյան անողորմ երաշտից, հեռավոր հյուսիսում բոլորովին այլ դրամա էր ծավալվում։ Այնտեղ, որտեղ այժմ փչում են սառցե քամիները, մի ամբողջ մայրցամաք պատրաստվում էր անհետանալ հսկայական ալիքի հարվածի տակ։ Այս հյուսիսային ողբերգության հետքերը բոլորովին պատահաբար հայտնվեցին։ 20-րդ դարի սկզբին բրիտանացի ձկնորսները, ովքեր աշխատում էին հյուսիսային ծովի սառը ջրերում, Անգլիայի եւ Նիդերլանդների միջև, սկսեցին տարօրինակ առարկաներ գտնել իրենց ցանցերում։ Տախտակամածի հետ միասին նրանք տախտակամածի վրա քաշեցին բրդոտ մամոնտների հսկայական ոսկորներ, թքուր ատամներով կատուների գանգեր եւ ամենաանհավանականը հմտորեն պատրաստված քարե կացիններ ու եռաժանիներ։ Գիտնականները սկսեցին այդ գտածոների կետերը գծագրել քարտեզի վրա եւ ստացան ցնցող պատկեր։ Պարզվեց, որ մութ ու սառցե ջրի հաստության տակ մի ամփոփ ողողված երկիր է գտնվում Դոգերլենդ անունով։
Մոտ 8000 տարի առաջ Բրիտանիան կղզի չէր։ Այն Եվրոպայի հետ կապված էր հսկայական հողատարածքով, որն ապահովում էր իդեալական բնակավայր։ Դա ռեսուրսներով հարուստ տարածաշրջան էր, խիտ անտառներով, ոլորապույտ գետերով ու անծայրածիր հովիտներով, որտեղ պարզունակ որսորդներին ոչինչ չէր պակասում։ Մարդիկ այնտեղ մշտական բնակավայրեր էին կառուցում, մեղմ ու հաճելի կլիմայական պայմաններում եղնիկ էին որսում, հատապտուղներ քաղում։ Երբ ջրհեղեղի մասին լուրերը հայտնվեցին թերթերում, այն անմիջապես անվանվեց Հյուսիսային Շամբալա։ Այլընտրանքային պատմության կողմնակիցները սկսեցին խոսել հզոր կայսրության մասին, որը տիրապետում էր եղանակը վերահսկելու գաղտնիքներին եւ պատժվում էր բարձր տերությունների կողմից իր հպարտության համար։ Վարկածներ են ի հայտ եկել առեղծվածային տեկտոնական փորձերի կամ հնագույն շամանների անեծքի պատճառով, որոնք ի վիճակի չեն եղել պահպանել բնական ուժերի հավասարակշռությունը։ Շատերը պարզապես չէին ուզում հավատալ, որ տասնյակ հազարավոր բնակիչներով նման հսկայական ու բարեկեցիկ հողը կարող է մի քանի ժամում անհետանալ առանց միստիկայի միջամտության։ Հյուսիսային Եդեմի մահվան լուծումը թաքնված է ժամանակակից Նորվեգիայի ափերի մոտ։ Գիտնականներն անցկացրել են հատակի սեյսմիկ սկանավորում եւ հայտնաբերել մոլորակային մասշտաբի աղետի հետքեր։ Մոտ 8200 տարի առաջ Իսլանդիայի չափ ստորջրյա դարակի հսկայական կտորը հանկարծակի պոկվեց եւ ընկավ օվկիանոսի անդունդը։ Այս գործընթացը պատմության մեջ մտավ որպես ստուրեգոյ սողանք։ Միլիոնավոր տոննա քարերի փլուզումը հրեշավոր մեգա-ցունամիի պատճառ դարձավ։ Պատկերացրեք ժամանակակից 10 հարկանի շենքի բարձրությամբ դատարկ մուգ պատը, որը շարժվել է դեպի ափ ռեակտիվ ինքնաթիռի արագությամբ։ Այս ավերիչ ալիքը հարվածեց հարթ եւ ցածրադիր Դոգերլենդին, ավերելով ամբողջ կյանքը իր ճանապարհին։ Նման կատակլիզմից ողջ մնալը բացարձակապես անհնար էր։ Վայրկյանների ընթացքում արմատախիլ արվեցին ծառեր, փոշոտվեցին ամբողջ բնակավայրերը։ Ափից հեռու գտնվողները դեռ թակարդում էին, քանի որ ալիքի ազդեցության պատճառով ծովի մակարդակը մշտապես բարձրացավ, կտրելով Բրիտանիային մնացած Եվրոպայից։ Այս արագ ողբերգությունը ցույց է տալիս, թե որքան մեծ էր հին մարդկանց աշխարհը, բայց այս բոլոր անհետացած այգիները միայն ժամանակավոր ապաստան էին։ Մարդկության առաջին եւ ամենակարևոր մեկնարկային կետը գտնելու համար մենք ստիպված կլինենք ժամանակն անցնել շատ հետ եւ ճանապարհորդել հարավային Աֆրիկայի սպիտակ, այրված հարթավայրերը։ Հենց այստեղ ժամանակակից Բոտսվանայի տարածքում գտնվում է Մագադի-Գադի հսկայական իջվածքը։ Եվ բացարձակապես անշունչ աղի անապատ է, որի տարածքն ավելի մեծ է, քան Շվեյցարիան։ Որ տաք օդը ֆիզիկապես աղավաղում է տարածությունը, ստեղծելով խիտ միրաժներ, իսկ գետինը ծածկված է կոշտ կեղևով, որը կոտրված ապակու պես ճռճռում է ոտքի տակ։ Ջուր կամ արևից ապաստան գտնել այստեղ գրեթե անհնար է։ Բայց 2019 թվականին գենետիկների միջազգային խումբը հրապարակեց մի հետազոտություն, որը սարսռեց ողջ գիտական աշխարհը։ Գիտնականները DNT նմուշներ են հավաքել մոլորակի հազարավոր մարդկանցից։ Նրանք օգտագործել են միտոքոնդրիալ հատուկ գենետիկ կոդ, որը փոխանցվում է բացառապես մորից աղջկան եւ գործում է կատարյալ ժամանակի պարկուճի պես։ Հետևելով այս փոքրիկ մուտացիաներին նրանք սկսեցին հետ գնալ հազարամյակների միջով, ասես թելի մի հսկա գունդ բացելով։ Եվ ամենազարմանալին կենդանի մարդկանց բոլոր գենետիկական գծերը, ինչպես աներևակայելի բարդ լաբիրինթոսը, միավորվեցին մեկ աշխարհագրական կետի վրա։ Եվ այս կետը մարդկության բացարձակ զրոյական կետը պարզվեց, որ դա նույն այրված աղի ամայի վայրն է Մագադի-Գադի։ Այն գաղափարը մարդկությունը առանց բացառության ծագել է մեկ կոնկրետ մեռյալ գոտուց, անմիջապես շրջապատվեց ֆանտաստիկ ասեկոսեներով։ Աշխարհի դավադրության տեսաբանները պնդում են, որ այս հսկայակցծան աղը իրականում թաքցնում է հնագույն նույնական լաբորատորիայի մնացորդները, որտեղ անհայտ ստեղծողները արհեստականորեն բուծել են մեր տեսակը։ Մարդիկ ֆորումներում լրջորեն ենթադրում էին, որ սպիտակ սալոնչակը աղ չէ, այլ հնագույն ռադիոակտիվ ապակի վիթխարի պայթյունի հետ, որը ոչնչացրեց առաջին մարդկանց ինկուբատորները այն բանից հետո, երբ փորձը վերահսկողությունից դուրս եկավ։ Ուրիշ ինչպես բացատրել, որ մոլորակի բոլոր մարդկանց դուրս են եկել այս ամուլ դժոխքից, որտեղ գոյատևում են նույնիսկ միջատները։ Ինչ ուժ է ստիպել նրանց հայտնվել այնտեղ։ Երկրաբանությունը կրկին տվեց պատասխանը եւ պարզվեց, որ այն շատ ավելի հուզիչ էր, քան ցանկացած գեղարվեստական գրականություն։ 200,000 տարի առաջ այս մեռած անապատը բոլորովին այլ տեսք ուներ։ Այստեղ ոչ թե պարզապես լիճ կար, այլ հսկա ներքին քաղցրամծով, որն ավելի մեծ էր, քան մեծ Վիկտորիա լիճը։ Այն անընդհատ ծնվում էր հեռավոր լեռներից իջնող բյուրեղյա մաքուր գետերից, իսկ ափերը ծածկված էին հորիզոնից այն կողմ ձգվող անհավանական խիտ բարդան բուսականությամբ։ Դա բացարձակ կատարյալ Էդեմ էր։ Զեբրերի, անտիլոպների եւ հին փղերի հսկայական դաթա եկել էր այստեղ խմելու։ Այս ափերում 70,000 տարի ապրել, ծաղկել ու բազմացել են մեր ամենահեռավոր նախնիները։ Այնքան ուտելիք ու ջուր կար, որ ցեղերը պատճառ չունեին թողնելու այս անվտանգ կանաչ պղպջակը։
Նրանք ապրում էին բացարձակ առատության պայմաններում, որտեղ բնությունն ապահովում էր այն ամենը, ինչ անհրաժեշտ էր ըստ պահանջի։ Բայց հետո մեր մոլորակը կրկին ցույց տվեց իր կոշտ բնավորությունը։ Գետնի խորքում սկսվեց դանդաղ, բայց անխուսափելի գործընթաց։ Տեկտոնական թիթեղների հզոր տեղաշարժը փոխեց լանդշաֆտը եւ ասես հսկա անտեսանելի կռունկը փակեց այս ջրամբարը սնուցող գետերի հունը։ Ջուրը դադարեց հոսել։ Հսկայական լիճը սկսեց կամաց-կամաց չորանալ, կարծես ինչ-որ մեկը հանել էր վիթխարի լոգարանից խրոցակը։ Բուսականությունը մեռավ վերածվելով փոշու։ Կենդանիները փախել են փնտրելով արոտավայրեր։ Մարդիկ պետք է դիտեին, թե ինչպես է իրենց աչքի առաջ գոլորշիանում իրենց ռան, թողնելով միայն թունավոր աղը։ Նրանք ստիպված էին առաջին անգամ լքել իրենց տունը եւ քայլել դեպի անհայտություն։ Այս տեկտոնական տեղաշարժը ամենամեծ ծնունդների պատմության մեջ, քանի որ այն ստիպեց մարդկությանը սկսել մեծ միգրացիան եւ ի վերջո հաղթահարելով աներևակայելի հեռավորությունները, բնակեցնելով ամբողջ երկիր մոլորակը։ Դիմանալով այս բոլոր աներևակայելի փորձություններին, սառույցին, սաստիկ երաշտին եւ հսկա ցունամիներին, մեր վերապրած նախնիները պահպանել են կորած կանաչ աշխարհների խորը հավաքական հիշողությունը։ Եվ այս հիշողությունը, որը տարվել է հազարամյակի միջով, ի վերջո կգտնի իր վերջնական տեսքը, որտեղ առաջացել է մեր առաջին քաղաքակրթությունը։ Մերձավոր արևելքում պատմությունը վերջապես շրջել է։ Հազարամյակների անվերջ թափառումներից հետո որոշ ցեղեր վերջապես գտան մի տեղ, որտեղ կարող էին կանգ առնել եւ շնչել։ Սրանք ժամանակակից Իրաքի հարավում գտնվող հսկայական խոնավ տարածքներն էին, որոնք գտնվում էին անմիջապես Մեծ Տիգրիս եւ Ֆրատ գետերի միջև։ Պատկերացրեք ծարավից ու անծայանապատից ցյուծված մարդկանց, ովքեր հանկարծ դուրս են գալիս կանաչ եղեգներից բաղկացած հորիզոն։ Այստեղ օդը լցված էր միլիոնավոր ջրլող թռչունների ճիչով, իսկ ծանծաղ մաքուր ջուրը լցված էր ձկներով։ Այս հոգնած կոչվորների համար նման պայմանները իսկական փրկություն էին թվում, ճակատագրի նվեր։ Հենց այստեղ այս խոնավ օրորոցում շումերական ցեղերը որոշեցին այլ տեղ չգնալ։ Նրանք սկսեցին կավ հունցել, եղեգներ կապել եւ կառուցել իրենց առաջին մեծ քաղաքները, կանգնեցնելով աստիճանավոր աշտարակներ, որոնք հասնում էին երկինք։ Եվ հենց այստեղ էր, որ հորինելով տեղեկատվության գրանցման աշխարհում առաջին մեթոդը, սեպագիր, նրանք սկսեցին հետքեր թողնել թաց սեպ տախտակների վրա։ Հարկերի եւ օրենքների ցուցակներում նրանք նախ գրանցեցին Դելմունի լեգենդը՝ Սուրբ այգի, որտեղ չկա հիվանդություն, ծերություն կամ տառապանք, որտեղ վայրի կենդանիները չեն հարբվում ոչխարների վրա, իսկ բյուրեղյա մաքուր աղբյուրները հոսում են ուղիղ գետնից։ Դարեր շարունակ հետազոտողները այս կավե տախտակները չափազանց բառացի էին ընդունում։ Նրանք անկեղծորեն հավատում էին, որ շումերները նկարագրում էին կախարդական ծառերով, որոնք հավերժական կյանք էին տալիս, եւ խոսող կենդանիներ։ Հարուստ արկածախնդիրները կազմակերպեցին թանկարժեք արշավներ, հույս ունենալով գտնել այգու գերաճած ավերակները կամ գոնե դարպասի մնացորդները, որոնք պահպանում էին առասպելական արարածները բոցավառ թրերով։ Հնագույն տեքստերը ընկալվում էին որպես ճշգրիտ տեղագրական քարտեզ, որը տանում էր դեպի հավերժական երիտասարդության ֆիզիկական աղբյուր եւ անսահման առատություն։ Մարդիկ տասնամյակներ շարունակ փորում են մերձավոր արևելքի ավազները, հույս ունենալով բացել ոսկե խնձորներ կամ աստվածային ներկայության հետքեր։ Բայց ժամանակակից պատմաբանները, համատեղելով իրենց տվյալները, եկան բոլորովին այլ եզրակացության, որը պարզվեց, որ շատ ավելի խորն ու գեղեցիկ է, քան ցանկացած հեքիաթ։ Միջագետքի ճայթները միակ էդեմը չէին, որի մասին խոսում են բոլորը։ Շումերները եղեգի օազիսում կրակների շուրջ նստած անհավատալի բան արեցին։ Նրանք պարզապես իմի են բերել հեռավոր նախնիների հուշերի բոլոր ցրված բեկորները։ Պարսից ծոցի ողողված բերրի հովտի ծաղկող կանաչ շաքարի դուբեկլի ՏՊ-ի անտառների առատության եւ Բոցվանայի մեծ թարմ ծովի գենետիկ հիշողությունն անցել է հազարավոր սերունդների միջով։ Հազարամյակներ շարունակ բերանից բերան անցած ծերերի պատմությունները աստիճանաբար ջնջում էին աշխարհագրական ստույգ անունները, անուններն ու մանրամասները, բայց պահպանում էին հիմնական զգացմունքային էությունը։ Բան այն է, որ ժամանակին անհիշելի ժամանակներում աշխարհն աներևակայելի բարի էր մարդկանց նկատմամբ, այդ ուտելիքը պետք չէր կռվելով ու մեջքը ջարդելով չորացած երկրից պոկել։ Եվ ամենակարևորը ընդմիշտ կորավ բնության անտեսանելի ու անդիմադրելի ուժերի պատճառով, որոնց մարդը չէր կարող կառավարել։ Հնագույն արկտիկական աղվեսները պարզապես միավորեցին մարդկության այս հսկայական հավաքական վիշտը մեկ գեղեցիկ, ներթաշնակ եւ հասկանալի առասպելի մեջ։ Իրական բնապահպանական աղետները վերածվեցին պատմություն մեղքերի աստվածային պատժի մասին, իսկ իրական քաղաքների հեղեղումը դարձավ առասպել համաշխարհային ջրեղեղի մասին։ Ցավից եւ հույսից ձևավորված այս էպոսը հետագայում անցավ աստվածաշնչյան տեքստերի եւ այս տեսքով պահպանվեց մինչ օրս։
Մենք թռչեցինք դարաշրջաններով եւ մեր աչքերով տեսանք, թե ինչպես տարերքների անողոք հարվածների տակ անհետացան կողոսկա կանաչ հարթավայրերը, վերածվեցին ավազի եւ հնագույն տաճարները փլուզվեցին, թաղվեցին անողոք ժամանակի տակ։ Եդեմի այգին միայն մեկ մոռացված կոորդինատ չէ փոշոտ 5 քարտեզի վրա, որը կարելի է փորել ետնախույզով։ Սա ողջ մարդկության հավաքական հիշողությունն է մեր կենդանի եւ անընդհատ փոփոխվող մոլորակի ոսկե դարաշրջանների մասին։ Աշխարհը երբեք չի կանգնում ոչ մի վայրկյան։ Բայց չնայած բոլոր սառցե դարաշրջաններին, ջրեղեղներին եւ երաշտներին մարդիկ միշտ պահպանում են իրենց իդեալական տան հիշողությունները, փոխանցելով դրանք հազարամյակների խավարի միջով։ Սա ապացուցում է մեկ պարզ ճշմարտություն. հարմարվելու, գոյատևելու եւ դարերի ընթացքում հույս կրելու մեր կարողությունը մեր ամենամեծ գերուժն է։